Արարատի մարզի Դաշտավան գյուղում է բնակվում Արցախից բռնի տեղահանված Ոսկանյան ընտանիքը։ Գյուղում հաստատվելուց տուն վարձելուց հետո ընտանիքի անդամների մի մասը նախկինի պես դարձյալ զորամասում են ծառայության անցել։ Մյուսները սպասարկման ոլորտում են կարողացել աշխատանք գտնել։ Մասյացոտնի թեմի Դաշտավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը Ոսկանյան ընտանիքում տնօրնեքի կարգ կատարեց։ Հյուրընկալ ընտանիքում սեղանին դրեցին աղը, հացը, ջուրը։ Այստեղ է նաև եկեղեցուց բերված նշխարը։ Այնտեղից, ինչպես բոլոր մեր արցախաբնակ հայերն ու ընտանիքները, այդպես էլ իրենք սեպտեմբերյան դեպքերից պայմանավորված դուրս եկան եւ հաստատվեցին Դաշտավան համայնքում եւ իրենց իբրև մխիթարություն եկեղեցիներ։ Տուն տեղամեն չունեիք, դե տեղափոխվեցիք այստեղ Դաշտավան։ Ինչ անես, Աստծո բանը օգնի, մենք հետ վերադառնանք։ Քրիստինա Սարգսյանը պատմեց, որ Տեր Աբրահամի առաջնորդությամբ վերջերս ուխտավորաբար այցելել են Վիրահայոց թեմում գտնվող եկեղեցիներ, մասնակցել են պատարագների, եղել են տեղի մշակութային հաստատություններում։ Դաշտավան համայնքի մարդկանցից շատ գոհ ենք, որ իրանք ամեն ձևի մեր կողքին են, փորձել են, որ ինտեգրվենք, ստենց այսիմ մերվենք այս բանի, մենակ չենք զգում մեզ, մասնակցում ենք ուխտագնացության համայնքի հետ, տարբեր տեղեր են գնում, այդ օգնում է մեզ թե հոգևոր կյանքում, թե այս շրջապատում ադապտիրված լինենք, հարմարվենք։ Խաչիվը սավաճես սուկս տերզի սովավ, պրկես սեզ մեզի մեղած և կեցուս սե շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա։ Տեր Աբրահամը Քրիստոսի սուրբ հարության մասին խոսեց, օրհնեց տան բարիքներն ու բնակիչներին։ Տնօրինյա ծառայության կարգով մենք ենք այցելում կամ հավատացյալներն են մեզ հրավիրում իրենց տուն այս օրհնությունը կատարելու։ Ամեն մեկիս կյանքում էլ կան դժվարություն, հիվանդություն, փորձություններ, իսկ երբ այդ ամենով հանդերձ մենք մեր հայացքը երկինք ենք ուղղում այնտեղից օգնություն ստանալու, ամեն ինչ Աստծո օգնությամբ ավելի հեշտ է հաղթահարվում։ Կան ընտանեկան կարգավիճակներ, որտեղ ներքին խաղաղությունն է կորված, ընտանեկան հաշտությունն ու անդորրն է խաթարված, եւ այս օրհնությունը լավագույն առիթն է, որ ամբողջ ընտանիքով երբ աղոթքի են կանգնում, այդ արարողության րոպեների ընթացքում ներքին զգացումն է առաջանում, որ միասին Աստծո աչքի առաջ ենք եւ այդպես էլ պիտի ապրենք։ Եվ խոսում ենք սիրո, հարության մեծագույն նվիրման մասին։ Ավետարանիչների վկայությամբ տնօրնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել, պատգամելով իր աշակերտներին, որ տունը, որ մտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը։ Դեռևս առաջին դարից առաքյալները ծննդյան ու հրաշափառ հարության բարի լուրն ավետելու եւ օրհնություն բաշխելու համար այցելում էին հավատացյալների տները։ Այսօր էլ նրանց հետևորդները, քահանաները, Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո իրենց համայնքի անդամներին ուրախաբեր ավետիսն են բերում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։